Շնորհակալություն, ճիշտն ասած, եթե պարոն Մանուկյանը որոշ մտքեր չարտահայտեր, ես կարծում եմ եզրափակիչ ելույթ չի ունենա, սակայն նախ նշեմ, որ եթե ասում ենք աչքակապություն, ապա ամեն ինչ կթաքցվեր եւ շտկումներ եւ փոփոխություններ չէին իրականացվի։ Դա արդեն իսկ ճիշտ ձևակերպում չէ, որովհետեւ եթե մենք տեսնում ենք խնդիրը եւ լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին չէ։ Հաջորդ, չկան մեծագույն խնդիրներ։ Այդ ձևակերպումը եւս ուրճացված է, պարոն Մանուկյան, որովհետեւ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ եւ այդ փոփոխությունները բացառապես դրական են։ Իսկ ինչի փոփոխություններ, որովհետեւ նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք, սկսած ֆինանսականից։ Այս ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։ Դուք ներկայացնում եք ոչ գրանցված աշխատողները տուժում են։ Կներեք, բայց ցանկալի է գրանցվեն այդ աշխատողները, որովհետև ինչ է նշանակում ոչ գրանցված աշխատող, եւ ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաեւ բանակի կարիքները հոգալու համար։ Հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում վստահությունը չարաշահելու համար, այսպես մի շարք խնդիրներ կան, համազգեստի հետ կապված սրան էլ անդրադառնամ, պարոն Մանուկյանը իրականում հնչեցրել է, որ համազգեստի գումար են պահում, մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերվել է այն իրերին, որոնք հատկացվում են, իրականում եթե զինծառայողը ստանում է ջրի շիշ, չգիտեմ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար եւ դրանք կորցնում է, բնականաբար պետք է իրենից պահվեն դրանք, որովհետեւ անփույթ վերաբերմունք համազգեստն իրենն է, սակայն այն գույքը ավարտվել է ժամանակը շատ։ Շնորհակալություն եմ խնդրում ուշադրության համար եւ խնդրում եմ կողմ քվեարկել։